Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Արարատյան խոհանոցն է եւ այն միամսյակը, որ մենք հայտարարել ենք հավաքչության, շարունակվում է։ Այսօր մեզ սպասում է մի լավ գեղեցիկ կերակուր, մոռացված լավ տրամադրություն եւ ջերմ մթնոլորտ։ Հարգելի բարեկամներ, այս ամենին այսօր ինձ կօգնի Ռաֆիկ Սինանյանը, հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության երիտասարդ անդամ, սկսնակ խոհարար Արարատ Հոլ ռեստորան։ Ողջույն։ Ողջույն, պարոն։ Ինչպե՞ս ես։ Լավ, շնորհակալություն։ Շատ ուրախ եմ, որ համաձայնվեցիր եւ առավել եւս շատ հաճելի է, որ ես տեսնում եմ մի լավ բաղադրատոմս ես պեղել։ Կարող ես ներկայացնել, ինչ պիտի ներկայացնես։ Այո, նախ շնորհակալություն եմ հայտնում ձեզ եւ ձեր կազմակերպությանը, որ ինձ կրկին անգամ հնարավորություն տվեցիք գտնվել ձեր տաղավարում։ Ողջունում եմ մեր սիրելի հեռուստադիտողներին եւ պատրաստելու ենք մի հին մոռացված ուտեստ Արարատյան խոհանոցից, այո։ Այստեղ ունենք օգտագործելու ենք հավանգը, մեր հին հայկական, այո, ունենք լոբի, արդեն խաշված, ունենք թրջած չամիչ, որին կարող է փոխարինել նաև ծիրանաչիրը, ունենք ընկույզ եւ լոբու եփուկից։ Լոբու եփուկից։ Ընկույզը մաքրվել է։ Ինչպես ես մաքրել։ Այ ամբողջ կերևով մաքրեցիք դու, ես տեսա։ Այո, կեղևից մաքրված ընկույզ է, ես օգտվել եմ եռացված ջրից, այսինքն ընկույզը լցնում ենք եռացման ջուրը, մոտ 1-2 րոպե հետո հանում ենք, թրջում եմ ինքը, այո, եւ փափկում է, եւ էլ ավելի հեշտ է լինում։ Շատ լավ, կերակուրը ինչպես է կոչվում։ Կերակուրը կոչվում է մշոշ։ Մշոշ։ Մենք գիտենք, ու դասական չասեմ, բայց մեզ ծանոթ մշոշը ոսպի, ծիրանաչրի, ինկույզի, եւ սա որ տեղի տարբերակն է։ Արևմտյան Հայաստանի տարբերակներից է, այո, կոնկրետ չգիտեմ որ նահանգի, ճիշտ ասած, բայց գիտեմ որ ստույգ արևմտյան Հայաստանի ուտեստներից է։ Շատ լավ, անկեղծ ասեմ, ես լսել էի սրա մասին, բայց առիթը չէր եղել։ Եվ սոխարած պիտի պատրաստենք։ Այո, սոխարած պետք է պատրաստենք։ Ինչպես պիտի կտրատենք սոխը։ Սոխը պետք է կտրատենք կիսալուսնաձև։ Ես էլ այստեղ ծեծեմ հավանգով լոբին, արդեն խաշված։ Ռաֆիկ ջան, ինչ զգացողություն ես ունենում, երբ որ թե համացանցում, թե քո այդ փնտրտուքների մեջ քեզ համար հաճելի կերակուր ես, ասենք, գտնում։ Այսինքն կերակուրը, որ դու փնտրում ես, նախ եւ առաջ քեզ է գրավում, չէ՞։ Այո, բնականաբար։ Ուրեմն ասեմ, շատ եմ ուրախանում, որ թե համացանցում, թե մարդկանց մեջ կա արդեն այդ միտումը, որ հին մոռացված ուտեստները վերականգնենք, փնտրենք։ Հարկավոր է վերականգնել։ Այո։ Մենք այսպես ասած մեծ խնդիր ունենք մեր առջև դրած։ Ձեր գլխավորությամբ իհարկե, պարոն Մամուլյան։ Որ վերականգնենք մեր հին մոռացված։ Այո, այն ժառանգությունը, որ մեզ փոխանցվել է, մենք պիտի դեռ արժանի լինենք այդ ժառանգությունը կրելուն։ Եթե սիրենք, եթե հայփայենք այդ ժառանգությունը, այդ դեպքում կարծում եմ լիիրավորեն արժանի կդառնանք։ Ես այստեղ ընթացքում արդեն չամիչն է պիտի տրորվի։ Հավանգով, հա։ Այո։ Չամիչը նախնական մշակման ենթարկված է։ Այո, նորից եռացման ջուրն եմ լցրել, մի փոքր թողել եմ, որպեսզի ավելի հեշտ տրորվի։ Այո, փափկի։ Այո։ Սոխարած կարող ենք պատրաստել արդեն։ Բնականաբար։ Ճզմում ենք չամիչը եւ լոբին։ Եվ նաեւ նշենք, որ այս կերակուրը նորից այն կերակուրների շարքին է պատկանում, որ օգտագործում ենք պահքի ժամանակ, պասի
ժամանակ, այսինքն բուսական է ամբողջը։ Շատ օգտակար։ Բնականաբար պիտի նաև նշենք, որ բարեկամներ լոբին որոշ չափով իհարկե այդ ընթացքում կարող է փոխարինել մսին նույնիսկ, այսինքն լոբու սպիտակուցները մաքսիմալ մոտիկ են այդպես մսի սպիտակուցներին։ Դաղվեց ձեթը եւ Ինձ փայտե գտալ կփոխանցեք։ Հաճախ խոսակցություններ ենք լսում, որ լոբին արդյոք հայկական է, թե ոչ։ Այդքան ժառանգության տեր ենք, այդքան ժառանգություն ունենք կոնկրետ ոչ թե կոնկրետ մթերքների, այլ մթերքների մշակման, նախնական մշակման, նրա պահպանման ձևի մշակման, բայց մերը չենք համարում։ Այնինչ այս կամ այն մթերքը կլսես մեկ-մեկ, ճիշտ ես ասում, դե ինչը, լոբով հենց մի կերակուր ես պատրաստում, անմիջապես ուղղությունը գնում է դեպի չգիտեմ ուր։ Ու հասարակության մեջ ոնց որ շվարվի։ Նեղվել պետք չի։ Փառք Աստծո, սկսել ենք արդեն գնահատել։ Մենք մեր գործն ենք իրականացնում, մեր աշխատանքներն ենք իրականացնում եւ գնում ենք առաջ։ Բավական է միշտ հետ եւ միշտ հետ։ Նորից հիշեցնենք, որ ընկույզը եռացող ջրի մեջ 1-2 րոպե թողնելուց հետո արդեն ջուրին է դառնում նրան կեղևից մաքրելը։ Բավական է կարծում եմ, չէ՞։ Այո։ Կեղևից մաքրելը հեշտանում է։ Բացի դրանից փափկություն է ձեռք բերում եւ կտրելը նույնպես արդեն ջուրին է։ Վերջ, ավելացնում ենք զանգվածը։ Դեռ ոչ մի համեմունքից չօգտվեցինք։ Հիմա ես ավելացնեմ։ Խերացը չվարվի։ Ավելացնում ենք ընկույզը։ Կրակը շատ ուժեղ է բարեկամներ եւ արդեն ժամանակն է լոբու խաշում։ Զանգվածը պիտի լինի շիլայա նման, չէ՞։ Այո։ Վերջում արդեն նոր կհամեմենք եւ ինչով պիտի համեմենք։ Դեռ պիտի եփվի։ Մի փոքր էլ։ Իսկ համեմունքների մասին վերջում, հա։ Համեմունքները շատ չեն այստեղ, մի փոքր կարող ենք բնականաբար աղ ավելացնել, կավելացնենք աղ։ Համեմի սերմ կարծում եմ։ Այո։ Եվ վերջ, պատրաստ է ինձ թվում։ Վերջ։ Այո։ Դուք խնդրում եմ ձեր աչքով տեսեք, եթե կարիք կա, թողնենք կամ ջուր ավելացնենք։ Շատ լավ է իմ կարծիքով։ Քո նշած խտության զանգվածը արդեն ստացված է։ Ոնց ենք անջատում։ Շիլայա նման զանգված։ Մատուցման մի ձև յուրահատուկ կա, թե ոչ։ Յուրահատուկ մատուցման ձև որպես այդպեսին չկա, մենք օգտագործում ենք կավե քերեղանը եւ Նախքան Ռավիկը լցնի
եւ մատուցման համար նախապատրաստի ափսեն, նորից նշենք բարեկամներ, որ օգտագործեցինք խաշված լոբի, թրջված եռացող ջրի մեջ չամիչ, ընկույզ եւ պատրաստեցինք սոխառատ ձեթով եւ սոխով։ Չամիչը եւ լոբին լավ ճզմեցինք հավանգի մեջ, այնուհետև մանր կտրատելուց հետո ավելացրինք ընկույզը եւ սոխառածը, արդեն այդ ամբողջը սոխառածի վրա պատրաստեցինք։ Զանգվածը պետք է լիներ շիլայա նման, հենց այդպիսի զանգված էլ մենք ստացանք եւ ունեցանք մեր կերակրացանկի մեջ եւս մեկ կարևոր, կարծում եմ, կերակուր։ Մշոշը արևմտյան եղանակով, հավանաբար սա պետք է որ լինի մեր այդ ծովափնյա կիլիկյոն ժամանակաշրջանի։ Ես այդպես եմ մտածում, կստուգենք եւ հավելյալ ձեզ կտեղեկացնենք։ Ապրես դու, Ռաֆիկ ջան, եւ ուզում եմ քո ցանկությունները, եթե ունես մեր հեռուստատիտողին։ Բնականաբար ունեմ, կցանկանամ, որ հայ ժողովուրդը միշտ սիրեն միմյանց, առողջ լինեն եւ ամենակարևորը հայեցի։ Սիրենք միմյանց եւ լինենք հայեցի։ Ձեր անունից պիտի շնորհակալություն հայտնեմ Ռաֆիկին, ցանկանանք, որ սիրենք։ Մասնագիծը լինի այդ սիրո, մասնագիծը լինի այդ մեր մեծ գործերին։ Ապրես դու։ Շնորհակալ եմ ձեզ նույնպես։ Ապրես։ Հարգելի հեռուստադիտողներ, այսքանն ենք պատրաստել այսօրվա համար։ Ուզում եմ հրաժեշտից առաջ ցանկանալ, որ լինենք մենք առողջ եւ ողջամիտ, ազգ սիրենք ու հայրենիք։ Եվս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ստեսություն բարեկամներ։ Լոբով ուտեստ, կարմիր լոբի 100 գրամ, ընկույզ 40 գրամ, չամիչ 50 գրամ, սոխ 70 գրամ, ձեթ 20 գրամ, աղ, բարյախորշակ։